Եթե այստեղ կա պերի անալ շրջանի քոր, դա բնականաբար կարող է խոսել ճիճվագրության մասին, բայց բերանից թքահոսությունը միայն ճիճվագրության դեպքում չի լինում։ Այն կարող է լինել նաև ստամոքսից, երբ որ թթուն լեղին հետ է գալիս կերակրափուղի լորձաթաղանթ, այսինքն ռեֆլուքսային գործոնի հետ կարող է կապվածնել եւ երեխայի մեծահասակների բերանից ջուր է գալիս։ Դրա հետ է կապված։ Ճիճվագրությունը եթե քորով է նշում էր հեռուստադիտողը, ուրեմն դա հավանաբար հենց էնտերոբիոզի մասին է խոսում, սրատուտի մասին, որը խիստ կոնտագիոզ է, այսինքն ընտանիքի անդամներին կարող են վարակվել ի տարբերություն մյուս պարազիտների։ Սա վարակիչ կարող է լինել։ Այո, սա վարակիչ է էնտերոբիոզը։ Մյուս պարազիտները ոչ, այսինքն եթե էնտերոբիոզ կա տվյալ ընտանիքում, այսինքն սրատուտի ախտորոշում կա, բուժումը պետք է անել ընտանիքի բոլոր անդամներին, պարտադիր։ Մյուս պարազիտների դեպքում դա պետք չէ, այդտեղ բժիշկը կորոշի ինչ պիտի անել։ Մեր սիրելի երեխաներին ինչ են անում։ Շատ խաղում են տնամերձերում, հողի հետ, բայց ջրամբարներում են լողանում։ Շատ ժամանակ ուտելիս չեն լվանում ձեռքերը, որի հետևանքով էլ ստանում են ձեռքերի հիվանդություն։